Բարև հարգելի հեռուստադիտող, դուք դիտում եք Medinform հաղորդաշարը։ Մարդու կյանքի որակի ապահովման կարևորագույն համակարգը այն հաշարժողականն է, եւ հենց խախտվում այս համակարգը անմիջապես ընկնում է կյանքի որակը։ Ես գտնվում եմ Վիգմոր կլինիկում եւ զրուցելու եմ ուսահոդի խնդիրների հետ կապված օրթոպեդ վնասվածքաբան Հայկ Աղամալյանի հետ։ Բարև բժիշկ։ Եվ այսպես բժիշկ կցանկանայի խոսենք ուսահոդի խնդիրներից, թե դրանք առհասարակ ինչ պատճառներ ունեն եւ ինչպես են ընթանում, ինչ ախտանիշներով խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Եթե գլոբալ առումով մենք պացիենտներին բաժանենք 2 տարեկային խմբերի, ընդունենք մինչև 35 տարեկան եւ 35 տարեկանից բարձր, ավելի երիտասարդ խմբում կհանդիպեն հոդա մկանաջլային համակարգի հետ կապված խնդիրներ, հոդաշուրթի հետ կապված խնդիրներ, ավելի տարեց մարդկանց մոտ կհանդիպեն կազմափոխումային խնդիրներ, հիմնականում հոդի աճառի մաշվածություն, մկանաջլերի դեգեներատիվ փոփոխություններ եւ դրանցով պայմանավորված խնդիրներ։ Այսինքն, ինչպես մնացած հոդերը, ուսահոդը նաեւ որպես կառույց եւ որպես ուսահոդի խնդիրներ մենք կբաժանենք ներհոդային խնդիրներ եւ արտահոդային խնդիրներ։ Տվյալ դեպքում ներհոդային խնդիրների մեջ կմտնեն հոդաշուրթի եւ այն ստրուկտուրաների վնասվածքները եւ խնդիրները, որոնք հոդի ներսում են գտնվում, մասնավորապես հոդի աճառը, որը մեծապես հանդիպում է տարեց մարդկանց մոտ, որը բոլորիս քաչ հայտնի օստեոարտրիտն է կամ ժողովրդի մեջ լայն տարածում ունի արտրոզ անունով։ Իսկ արտահոդային կառույցներից պետք է նշել պտտող մանժետի, ինչ է իրենց ներկայացնում պտտող մանժետը, դա ուսահոդի շուրջը պտտված 4 մկանաջլեր են, որոնք մեծապես ապահովում են ուսահոդում շարժումները, ուսահոդի կազմը եւ բալանսավորումը շարժումների ժամանակ եւ շատ հաճախ նրանք վնասում են, որոնք կոչվում են պտտող մանժետի ջլերի վնասվածքներ։ Նմանատիպ վնասվածքները եւ վնասվածքները որպես վնասվածքներ բաժանում ենք 2 խումբ վնասվածքների, դրանցից առաջինը տրավմատիկ, այսինքն որևէ ուժի, մեծ ուժի հարվածի եւ որևէ ազդակի պայմաններում առաջացող միանվագ վնասվածքն է, իսկ մյուսը կոչվում է կազմափոխումային կամ դեգեներատիվ վնասված, որի դեպքում ջլերը հասցնում են մաշվել եւ պատռվել, չդիմանալ նույնիսկ կենցաղային ծանրաբեռնվածություններին եւ վնասվել։ Սա կոչվում է արդեն դեգեներատիվ վնասված, կազմափոխումային վնասված։ Հետաքրքիր է, ուսահոդի հետ կապված խնդիրները, եթե անտեսում են, դրանք կարող են հարակից բարդություններ առաջացնել, որպես պատճառահետևանքային կապ։ Նայեք, ուսահոդի հետ կապված խնդիրները անտեսելու եւ ժամանակին չբուժելու եւ հարցին վերջնական լուծում չտալու դեպքում մեծապես տուժում է ուսահոդում շարժունակությունը եւ այսինքն տուժում է ֆունկցիոնալությունը եւ սա մեծապես խանգարում է պացիենտին նույնիսկ կենցաղային հարցերում լվացվելու, մաս հարդարելու, լոգանք ընդունելու, հաց ուտելու, ջուր խմելու եւ այլն եւ այլն։ Հարակից համակարգերի հետ կապված ուսահոդի բարդությունները կարող են հանգեցնել որոշակի ողնաշարի կրծքային հատվածի կրծքավանդակթիակային համակարգի որոշակի դիսֆունկցիոնալ վիճակների, բայց որպես այդպեսին ուսահոդի խնդիրների ժամանակ որպես բարդություն չենք դիտարկի, օրինակ այլ հոդի հիվանդության առաջացումը որևէ մի տեսակի կամ ողնաշարի կոնկրետ օրգանական որևէ մի ախտահարումը եւ այլն եւ այլն։ Ուսահոդի խնդիրների ժամանակին չլուծելու դեպքում բարդություններ առաջանում են հենց ուսահոդում, որը որ մեծապես պացիենտին խանգարում է։ Եվ որպես հոդ պետք է նշել, որ ուսահոդը համեմատելի չէ այլ հոդերի հետ, ինչ առումով, որովհետեւ չափազանց ֆունկցիոնալ հոդ է, կատարում է լայնածավաշարժումներ, ուսահոդին բնորոշ են այնպիսի շարժումներ, որոնք բնորոշ չեն ոչ մի հոդի, եւ հոդերի մեջ ինքը էվոլյուցիոն, այսպես ասած, գլուխգործոց է, չեմ վախենա այս բառը ասել։ Ինչ առումով։ Որտեւ ինքը ուսահոդը կատարում է բազմազան շարժումներ, լայնածավալ, մեծ ծավալունի շարժումների եւ բոլոր հարթությունների մեջ շարժումներ, նույնիսկ կատարում է ուսահոդում տեղի ունենում այնպիսի շարժումներ, որը բնորոշ չի ընդհանրապես օրգանիզմում որևէ այլ հոդի։ Հետաքրքիր բժիշկ, մինչ այս խնդրի մասին խոսելը երբևէ չէի կենտրոնացել փաստի վրա, որ օրինակ մարզվելիս մենք կարող ենք վնասել ուսահոդը, սակայն երբ հաշվի ես առնում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կտրուկ շարժումները եւ այլն, արդեն հասկանում ես, թե որքան զգույշ պետք է լինել։ Ըստ այդմ որքան զգույշ պետք է լինել ուսահոդի հետ։
Եթե մենք խոսում ենք մարզման մասին, ապա պետք է զգույշ լինել բոլոր հոդերի հետ կապված հարցերում եւ բոլոր մկանաջրային համակարգերի հետ կապված հարցերում, բայց մասնավորապես ուսահոդի դեպքում, քանի որ նշեցի, որ ինքը շատ բարդ կառույց է որպես հոդ, նայեք, ուսահոդի, եթե մենք ձեռքը բարձրացնում ենք վեր մեկնարկային դիրքից, ցանկացած ուղղությամբ դա լինի դիմացով, կողքով եւ այլն, որը կկոչվի էլևացիա, այսինքն վերին վերջույթի վեր բարձրացում ուսահոդի մակարդակով, այս շարժման ժամանակ, վեր բարձրացնելու ժամանակ մասնակցում են 10-ից ավելի մկաններ։ Այսինքն, եթե մենք ընդունենք 0 կետից մինչև 170 ժամ ձեռքը բարձրացնելու եւ տարածելու մասին ենք խոսում, ապա մասնակցում են 10-ից ավելի մկաններ։ Չկա այդպիսի հոդ, որ այդպիսի շատ մկանային համակարգ աշխատի որևէ ֆունկցիայի ժամանակ։ Եվ քանի որ ուսահոդը այսպիսի բարդ կառուցվածք ունի, ուստի ուսահոդի վնասվածքներն էլ հաշվի առնելով նրա կառուցվածքային առանձնահատկությունները շատ ավելի հաճախ են հանդիպում։ Այն մարզված մկանները կարող են ավելի երկար ծառայեցնել ուսահոդը, թե դա այստեղ ամենևին կարևոր չէ։ Նայեք, եթե մարզումները կատարում են գրագետ, շատ կարևոր է նախավարժան կանել մկանները ադապտացնել տվյալ ծանրաբեռնվածությանը, եթե չափազանց բարձր քաշերով մարզիկը չի պարապում կամ որևէ այլ անհատ, որ ուզում է ուղղակի մարզել մկանները, եթե ամենից գրագետ արումբարությունները ճիշտ են արվում եւ մենք ստանում ենք մարզված համակարգ, այո, ինչքան մարզված են հարհոդային մկանները եւ ինչքան տոնուսավորված են, այնքան պաշտպանված է տվյալ հոդը։ Ինչքան թույլ են, այնքան ավելի խոցելի է տվյալ հոդը, բայց անկանոն մարզումների եւ ոչ ճիշտ ծանրաբեռնվածության հետևանքով կարող են մարզումների ընթացքում վնասվել եւ ջլերը եւ մկանները եւ նույնիսկ հոդի աճառը։ Դրա համար շատ կարեւոր է ճիշտ մարզվելը։ Այո։ Եվ մկանների ճիշտ որակ ձեռք բերելը։ Ես կցանկանայի շարունակենք պատճառներից խոսել այ արթրիտներ, արթրոզներ, սրանք հիմնականում տարածված պատճառներից են, որոնք են այլ տարածված պատճառներ ուսահոդի խնդիրների դեպքում։ Ավելի շատ տարածված են մկանաջլային վնասվածքները եւ տրավմատիկ ծագման եւ դեգեներատիվ ծագման, ինչպես նշեցի, դեգեներատիվ ծագման վնասվածքները ավելի բնորոշ են տարեց մարդկանց, բայց ուշագրավ է այն փաստը, որ բազմաթիվ պացիենտներ ունենալով նմանատիպ վնասվածքներ չեն դիմում բժշկի, որովհետեւ ցավային սիմպտոմատիկան այդքան ակնհայտ եւ արտահայտված չի լինում եւ այս ժամանակահատվածը բաց թողելով ունենում ենք ուղղակի բաց թողում եւ ժամանակի ընթացքում ավելի մեծ բարդությունով ընդունենք վնասվածքի չափը ավելի մեծացած ավելի մեծանում է եւ պացիենտը դիմում է ավելի ուշ եւ այստեղ եթե այնպիսի վնասվածք է լինում, որը ժամանակին կարելի է բուժել կոնսերվատիվ, այսինքն ոչ վիրատական եղանակով, ապա ավելի մեծ վնասվածքների դեպքում եւ բարձունների ձեռքբերման դեպքում հարցը հասնում է վիրահատական բուժման։ Տարեց մարդկանց մոտ հիմնականում տարածված են ջլերի վնասվածքները, դեգեներատիվ պաթոմաժետի ջլերի վնասվածքներ եւ հոդի մաշվածությունները։ Այո, բժիշկ, ես կցանկանայի նկարագրեի ախտանշանները, ինչու, որովհետև շատ հաճախ մարդիկ ցավի սինդրոմը եւ այլն իհարկե հզոր ազդակ է, բայց կան ախտանշաններ, որոնք ասես խապկանք կարող են առաջացնել եւ թվա թե դա հենց ուսահոդի խնդիր է, սակայն իրականում ենթադրենք լինի օստեոխոնդրոզի խնդիր։ Այն ախտանշաններով է առանձնանում ուսահոդի խնդիրը։ Շատ լավ։ Ուսահոդի գրեթե բոլոր խնդիրների ժամանակ լինում է ցավ։ Ցավ, որը տեղայնացված է լինում ուսահոդում։ Կարող է ուսահոդի սահմաններից մի քիչ տարածվել դեպի հետ, մի քիչ դեպի վեր, մի քիչ դեպի ներքև, բայց դեպի մատեր կամ ավելի ներքև, բայց դեպի արմնկային հոդ, դեպի մատեր, այսինքն ավելի ծայրամասային, ցավը ավելի ծայրամասային տարածում չի ունենում, եւ եթե մենք զննում ենք պացիենտին եւ եթե պացիենտը գանգատում է ցավից, ապա պետք է ցավի բնույթը պարզել, դա շատ կարևոր փաստ է, որտեվ ողնաշերի գոտկային ներողություն, ողնաշերի պարանոցային հատվածի խնդիրների ժամանակ կարող է լինել իրիտացիոն ցավ, այսինքն այնտեղ նյարդարմատի սեղման կամ գրգռման հետևանքով ցավը տարածվի դեպի վերին վերջույթի ծայրամաս, այսինքն դա կարող է տարածվել եւ ուսահոդի շրջան եւ արմնկային հոդի շրջան ընդհանուր միջև մատերի ծայր։ Բացի դա, այդ ցավը կարող է
լինել սուր, ծակող, արագ սկսվող, արագ անցնող բնույթի եւ նաեւ կարող է պացիենտը գանգատվել մատերի թմրածությունից, ունենալ տաքի, սառի զգացողություններ վերին վերջույթի տարբեր զոնաներում, որը ավելի բնորոշ է կենտրոնական ծակման, այսինքն որ ավելի բնորոշ է ողնաշերտ պահանոցային հատվածի խնդիրներին, իսկ ուսահոդի ցավերը հիմնականում տարածված են լինում, լոկալիզացված են լինում ուսահոդում եւ հիմնականում ավելի արտահայտվում են ինչ-որ շարժման ժամանակ։ Եթե մենք օրինակ գործ ունենք որևէ մկանի կամ ջրի վնասվածքի ժամանակ առաջացած ցավի հետ, այս դեպքում պացիենտը նշում է, որ օրինակ X գործողության ժամանակ ցավը ավելի սաստիկ է դառնում, ավելի ինտենսիվ է դառնում եւ բնականաբար այս ամենը հայտնաբերում են կլինիկական տեստերով եւ նաեւ գործիքային հետազոտությունների միջոցով։ Եվ որpեսզի մենք շեշտադրում կատարենք պարանոցի կամ նյարդային կամ այլ ծակման ցավի վրա, ապա մենք պետք է պարտադիր կերպով հերքենք ուսահոդի օրգանական ախտաբանությունը։ Այո, հետաքրքիր է։ Իսկ առհասարակ ուսահոդի խնդիրների դեպքում ամենակարճ եւ ուղիղ հետազոտման մեթոդը որն է համարում, որն է հեշտ պատկերը տալիս։ Ինչպես բոլոր հոդերի եւ հենաշարժական համակարգի այլ սեգմենտների ոսկրային պատկերը հայտնաբերելու համար անփոխարինելի հետազոտություն հանդիսանում է ռենտգեն հետազոտությունը, այնպես էլ ուսահոդը կազմավորող ոսկրային համակարգերի համար ռենտգենը որպես առաջնային հետազոտություն, որոշ դեպքերում սոնոգրաֆիկ հետազոտությամբ կարող ենք պարզել մկանների ջրերի վնասվածքներ, բայց ավելի խորը հետազոտությունների համար օգտագործվում է MRT հետազոտություն, այսինքն մագնիսառեզոնանսային շերտագրություն։ Եվ վերջում խոսենք նաև ուսահոդի խնդիրների լուծման ուղիների մասին։ Արդյոք միակ լուծումը խնդրի հենց վիրահատական միջամտությունն է։ Ոչ միանշանակ եւ ուսահոդը եւ մնացած բոլոր հոդերը եւ ընդհանրապես տարբեր տարատեսակ տարբեր խնդիրներ օրգանիզմում կարող են բուժվել եւ վիրահատական ճանապարհով եւ կոնսերվատիվ ճանապարհով։ Ուսահոդի ոչ վիրահատական բուժման արսենալում մենք ունենք բազմազան եղանակներ՝ տեորիկային, ֆիզիոթերապևտիկ, կինեզոթերապևտիկ, տեղային բլոկադաներ, տեղային սնուցող նյութերի ներարկումներ եւ այլն եւ այլն։ Այս ամենի հիմքում ընկած է մի պարզ փաստ։ Եթե պացիենտը ունի գանգատ, ապա այն պետք է դիտարկվի, գնահատվի բժշկի կողմից եւ թիրախային մասնագիտական բուժում իրականացվի։ Եթե մենք ունենում ենք ցավ կամ որևէ այլ գանգատ, դա անտեսում ենք եւ կամ որևէ ոչ մասնագետի խորհրդով որևէ դեղ օգտագործելով ցավը վերացնում ենք, սա բերում է միայն ու միայն բարդության։ Որովհետեւ եթե կա ցավ, ուրեմն կա որևէ միտեղ մի խնդիր, որը պետք է գնահատվի համապատասխան բժիշկ մասնագետի կողմից եւ համապատասխան բուժում իրականացվի։ Այսինքն այս լուսավոր պատուհանը բաց չթողելով, ժամանակին ախտորոշելով, ունենք մեծ հնարավորություն կոնսերվատիվ բուժման եւ պացիենտը տվյալ դեպքում չի վիրահատվի։ Հակառակ դեպքում ինչքան ուշ, այնքան բուժումը երկար եւ այնքան դեպի հավանականություն դեպի վիրահատություն մեծ։ Մեծանում է, այո։ Այո, շնորհակալ եմ բժիշկ շատ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելիները, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար։ Ես զրուցում էի ուսահոդի խնդիրների մասին եւ իմ զրուցակիցներ Վիգմոր կլինիկի վնասվածքաբան օրթոպեդ, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Աղամալյանի հետ։ Այսօր այսքանը, մենք կհանդիպենք